Աննոր եւ որդվա եւ օգնի սրբը ամեն հայր մեր բորերգինս ես սուրբ եղեցի անուն քո եղեցի արքայություն քո եղեցին գամ քո որպես երգինս եւ երգրի ըս հաց մեր հանրազորդ դուր մեզ այսօր եւ տող մեզ բարդիսներ որպես եւ մեկ տող մրոց բարդաբանած եւ մի դանիրս մեզի փորձություն արբրգյազ մեջ ճարե զիքոյ արքայություն եզորություն եւ պարկավիտյանս ամեն Տակույի խաղաղության աղոթի ավասմներ բարի երեկո ձեր բոլորին եւ դուք մի քանի րոպե առաջ ստացաք մի նամակ չեմ կարծել որ դերևս կրտացած այս հիմա խնդրեմ որ բանակ նայեք նույնիսկ լիրիտ խնդրեմ էջին վրա տիր սկրինին վրա տիր նամակը ուրեմն նամակը մի սեմինարի մասին է որ անձի անգամ նորեն ագնագեցի ես կուսայի որ սա շատ մոտ օրերս անեինք բայց ժամանակը որպեսի շատերի հետ կարողանանք համագերբել ուրեմն մայիսի առաջին ուրբաթ շաբաթ կիրակի օրերն է ուրեմն մայիս 4-ին ուրբաթ երեկո սկսենք շաբաթ օր ամբողջ օրը եւ կիրակի օրը մինչեւ ճաշեն հետո ուրեմն եւ նրանք Հայրանդան, կներես, մայիսի 4-ը, բայց կիրակի է։ Մայիսի 4-ը կիրակի է։ Հա։ Գալեր եմ ուրեմն։ Այդ ապրիլով եք նայել, երևի ապրիլը։ Նայեցի, բայց Պես ապրիլն եք նայել, ապրիլ ամսվա կալենդարն եք նայել։ Լավ, ուրեմն եթե մայիս բանենք 2, 3, 4 Հա։ Մայիս 2-ը ուրբաթ է 2, 3, 4 կներեք Իսկ ժամերը Ինչպես ասեցի, ուրբաթի ավելի մանրամասն մի ասենք երբ որ մոդենանք այդ տվականին այդ ժամանակ ավելի մանրամասն ժամերը նյութերը ինչի մասին պիտի խոսվի այդ ամենը ավելի ուշ ցեզի կներկայացնենք Այդ Գյումրիում չէ երևի կլինի, մնալու հարցը մեկ էլ, հա։ Այո Ստեփանովի հետ խոսում էի եւ նայենք ինչպես պիտի կազմակերպենք նրանք ովքեր դարբեր հերուդեղերից պիտի կան Վրաստանեն 4-5 հոգի ունենք հիմա 4 հոգի Ռուսաստանից ունենք մենք ամենը կարող ենք հոստեղը տեղավորել կազմակերպել Այսուհետ ամենը բավականին ծախս է բայց եւ այնպես այս հանդիպումները որ պետք է ունենանք չափազանց կարևոր են Սա առաջինն է բայց հուսանք որ եւ մաղթենք որ վերջինը չի լինի Տարբեր ծևերով պետք է ասամեն անենք հիմա սա մեկ մասն է դուք կարծացեք չեմ գիտի եթե մեկ մասը հիմա կարծացիք մի քիչ բարձրացնես որ մնացածն ալ կարտան լիլիթ
ուրեմն վերջավորչին ինչ որ ասում եմ այնտեղը, եթե խնդիրներ կան, խնդիրները լուծվելու համար են։ Եվ бид աշխատենք, որ միասին այդ ամենը կարողանանք լուծել Աստծո օգնությամբ եւ բարերարների օգնությամբ։ Շատ բարի։ Հայրատոն Գնաս շատ հարց տամ, իսկ այդ շատ լավ բան է կազմակերպում։ Իսկ մասնակցելը իր մեջ ինչ է ներառում։ Այսինքն պարտականություն, հա, եթե ես մասնակցեցի ինչ-որ ձևով, չէ, այդքան ծախսը բանը կազմակերպում եք, հետո ես ինչ պարտավորություն պետք է ունենամ, ինչ ձևի։ Ինձ թվում է դրա մասին էլ պետք է խոսանք, որովհետև եթե մենք մի բան վերցնում ենք, պետք է նաև տանք, թեկուզ ուրիշներին։ լավ, դեսեք։ Սա առաջին քայլն է եւ հիմա ես ոչինչ չեմ ակնկալում ոչ մեկից։ Բացի որ մի րոպե չկորցնենք։ Սա է ամենակարևորը։ Եվ նաև կարևոր կետը իրականության մեջ այն է, որ մենք սկսենք հասկանալ, թե ինչ կնշանակի լինել քրիստոնյա։ Երբ որ կհասկանանք, թե ինչ կնշանակի քրիստոնյա, ինչ որ ես արևմուտքի մեջ տեսնում եմ տարբեր անձիկ, որ տարբեր անցյալ ունեցած են, երբ որ հասկանում են, թե այդ ինչ որ Հիսուս արեց իրենց համար, ասում են, որ ես միայն մեկ բան կարող եմ անել, իմ ամբողջ կյանքս պետք է տամ Հիսուսին։ Եվ իմ ցանկությունս վերջի դա է։ Եվ երբ որ ես սկսեմ, որ իմ ամբողջ էությունս պետք է տամ Հիսուսին, Լիլիթ կրնաս կոչել ասիա։ Երբ որ կասեմ, որ ես ամբողջ էությունս պետք է տամ Քրիստոսին, ինչպես պետք է տամ։ Ապրելով քրիստոնյա վայել կյանք։ Եվ ապրել քրիստոնյա վայել կյանքը իրականության մեջ կսկսի շատ բարձ մի բան է, բայց բարձ երբեք չի նշանակեր հեշտ։ Շատ բան կա, որ մենք հոստեղ հասկանում ենք, ընդունում ենք, բայց հոս չի հասնում։ Մեր սիրտերում չի հասնում։ Այսօր մենք ընդունում ենք, որ բոլորս էլ ստեղծված ենք Աստծո նմանությամբ։ Աստծո պատկերի նմանությամբ ենք ստեղծվել։ Կընտունիս դու կընտունիս արդյոք ստեղծված ես։ Դիմացինը 4 կամը դիաները կընտունիս որքանով կընտունիս։ Այսօր ժամը 3:30 ես ռադիո Մարիամեն խոսում էի եւ ոնց ասոր մասին մի քիչ հարց տվեցի եւ ասեցի եթե իրապես ես ընդունում եմ որ բոլորս ստեղծված ենք Աստծո պատկերի նմանության ուրեմն առաջին բանը որ պետք է անենք մեծ բակի համար բայց մեծ բակը սկսենք որպեսի հոն մենք սկսենք մի սովորույթ ինչ այդ սովորույթը որ շատ բարձ է բայց չափազանց դժվար է ցեզանից ոմանք դժվարություն չունին որովհետև այդ ծավով վարժված եք ինչպես եւ ես մանկուտենես երբեք չեմ սովորել ոևէ հայոյանք ես 18 տարի դպրոցի դնորեն եմ եղել երեխաները կհայոյեին անգլերենով եւ ես չի հասկանալ ուսուցիչին միան գարցնեի ոչ թե բացատրություն այլ ցաները կամ տետևը as հայոյանքը որովհետև չի հասկանալ չեմ սորված հայրս ամուսնանալեն առաջ շատ գահավի էր եւ օրմը մենք չծնած ես ընտրանիկն եմ մամաս որս հարց կդա սոր հարություն բաբային անունը հարություն ուզես որ զավակներդ հայոյանքով մեծնան ոչ ուրեմն հիմա կենես կսիր չհավիա եւ ես 56 տարեկան էի երբ բաբաս մահացավ
Եվ երբեք չեմ լսած իմ հորիցս ոչ մի ծանր խոսք ոչ մեկին, ոչ մի ծանր, եւ իրեն տեսել եմ շատ վիճաբանությունների մեջը, գործին մեջ ես հետը կերտայի, բայց երբեք չեր գործադեր։ Ուրեմն, եթե մենք, հիմա ինչ որ դուք ինձ լսում եք, եթե մենք սկսենք, որ չայենք, այդ բարերը չգործածենք, եւ չուրախանանք, երբ որ երեխաները գործածում են, դեսենք, որ մեր չորս կողմը անտիմություն պիտի լամի կողմեն, բայց մյուս կողմեն որոշ անձիկ երբ մեր հետը խոսին, պիտի սկսին իրենց բերանը ավելի մաքրել։ Ես երբ որ 22-23 տարեկան էի եւ այդ ժամանակ ոչ էլ կմտածեի քահանայության մասին, եւ կաշխատեի մի գործարանի մեջ։ Ինձ մեկ անգամ ասեց, որ կտեսնես ասերտասարտը մեկ նախատասություն չի գնա ասել միջև 4-5 հատ հայոյանք չխոթե մեջը։ Բայց երբ որ քո հետ կխոսի, չափազանց ուշադիր է։ Ինչու՞, որովհետև դու մաքուր խոսես։ Սա է այսօր մենք որքան ցավալի վիճակի մեջ ենք, երբ որ մտածում ենք, որ մեր հասկային ժողովի մեջը ինչ լեզու գործածվում է։ Եվ նաև մեր վարորդները, երբ որ ես իմ վարորդս սկիզբը երբ որ չղանանար շատ հեշտությամբ ոչխար գսեր, բան գսեր, եւ որ գսեր ինքս է որ հանգստացար իմա, սա ոչխարը սերուդ է, ասված օրհնես է, ավել լավ է, ասված օրհնե քեզ, եւ եթե դժվար բան եղած է, սա իրեն որ իրեն բամը միսը, աստված իմ շնորհակալ եմ, որ խնդիր չունեցանք։ Եվ մի օր այդպես ինքը ավտոյի մեջն է եւ իր կողը նստած է իր տղան եւ յետևը նստած է իր հարսը, բավական մեծ խնդիր մգլա մի գին, որ կարող էր որ ինքը զարները կնոջը եւ մեծ խնդիր դիլար եւ բամը չեղավ, կարողացավ ճիշտ ժամանակին գնալ բաններ եւ շարունակեցին ճամփան։ Տղան գսե, բաբա գսե, ինչ եղավ գսե, բաբան սարմացած գսե, ինչ կա, գսե, քուֆորները ուր են, գսե որ հայրանտոնը սորվեց որ ավել լավ է անդարդ մնամ եւ ասուն շնորհակալություն հայտնեմ, որ բամը չեղավ։ Սա է քրիստոնեությունը այս է։ Այսպես կսկսենք, սա առաջին գեդն է, իսկ երկրորդ գեդը, եթե Աստված մեզի քրել է այդ երկար նամակը, որը Աստվածաշունչը, որը բավականին դժվար է հասկանալը, այնքան դժվար է, որ այսօր քանի 100,000 տարբեր մեկնաբանություններ կան։ Նույնիսկ արնես կաթողիկի եկեղեցին եւ կաթողիկի եկեղեցի վարդապետները բաննա ազգաբանները իրենք իրար մեջ ամեն ինչի համար չեն համաձայնվիր։ Ուրեմն Աստծո խոսքն է եւ երբ որ կարդում ես Աստված խոսում է քո սրտից, սա կարևոր կետ է, բայց եւ այնպես պիտի ուսումնասիրենք։ Անոնք որ երիտասարդ է, պետք է շատ ավելի մեծ թվով մենք երիտասարդներ ունենանք, որ ցանկանան ուսումնասիրել տարբեր լեզուներ, որպեսզի կարողանան տարբեր լեզուներով գրությունները կարդալ եւ նաեւ հունարենը, եբրայերենը կարդալ, սորվել, որպեսզի օրիգինալը կարդան։ Գիտեք, այսօր մեծ դժբախտություն ունենք Հայաստանի մեջը, որտեղ քանի օքի ունենք, որ այդ աստվածաշունչի լեզուները, բնակիրները կարող են բնակիրը կարդալ եւ բնակիրեն թարգմանել։ Ես ալ չեմ գիտեր։ Մենք թարգմանությունը անում ենք։ Սա է խնդիրը որ կա։ Ուրեմն ցեզ մե ով երդասարդ է եւ գցանգանա
սովորել, ես պատրաստ եմ օգնելու եւ ոնդերը սովորելու համար պետք է նաեւ լեզու սովորել այդ ամենը այսօր ովը մեգա որ կա որ 30 տարեկանին այս կողմն է ուրեմն ավելի քիչ այսինքն եթե կցանկանա մի լեզու սովորել որովհետեւ ավելի լավ հասկանաց մտածաշունչը ես իրեն պատրաստ եմ օգնելու եւ լեզուն սովորելու եւ այսօր online դասընթացներ կան որ հնարավոր է այդ ամենուն հետևել անգլերենով ես ավելի դերյակ եմ անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով եղած բոլոր դասախոսությունները եւ ուսումնասիրությունները որ կան եւ հոնդերը հարյուրավոր հազար ժամ կա հոնդեր որ կարելի է սովորել եւ երբ որ կսովորես այլևս միայն ուրիշին սովորեցնելը չէ քու կյանքդ կփոխվի եւ քու կյանքդ փոխելով քու չորս կողմդ կփոխվի 22 տարի է որ ես Հայաստան եմ եւ առաջին շաբաթը որ ես խոսել եմ եւ այսօր նույնը կկրկնեմ իմ ցանկությունը Հայաստանի մեջ միայն մեկ հատիկ է որ իմ մահվանից ոչ այդ օրից որ եկել եմ իմ մահվանից 150 տարի հետո որոշ մարդիկ ավելի լավ կյանք ապրեն որովհետեւ ես Հայաստան եկել եմ սա իմ կյանքի նպատակը անշուշտ ամբողջ 22 տարվա ժամանակը ինչ քիրքեր ես տարգմանել եմ, ինչ քարոզներ տվել եմ, բայց անոնք ամենը մեկ նպատակ ունի, որ մարդիկ ավելի մոտենան Հիսուսին եւ Հիսուսին մոտենալով ավելի լավ կյանք ունենան։ Սա է լավագույն կերպ սովորելու սովորեցնելն է եւ լավագույն կերպ սովորեցնելու սովորելն է։ Այս երկուքը միասին սեզանից յուրաքանչյուրը ինչ տարիքի է որ լինեք կարող եք նույնիսկ եթե միայն իմ կողս եղած այդ 90 եւ ավելի 100 եւ ավելի քիրքերը որ կան եթե անոնք կարտակ արդեն շատ բան սովորած կլինեք շատ բան եւ նաեւ անոնց մեզ ես քանի վիդեոներ տարգմանել եմ եւ շարունակում եմ տարգմանել այդ ամենը իրենց տեղը ունին եւ գիտենալով այդ ամենը մենք կարող ենք օգտակար լինել ուրիշներին հիմա վերադառնալով այս հանդիպմանը եւ մինչեւ մեր հանդիպումը որ մեկ ամիս հետո է մեր հանդիպումը մինչև այդ ժամանակ եթե ձեր չորս կողմը կան անցիկ ովքեր կցանկանան միանալ մեզ ազատ զգացեք իրենց բոլորին հրավիրելու անցյալ օրը մեկը ինձ հարցրեց որ գա մեկը որ կուզեք գալ բայց չուզեր ոյվեկնություն բան անցնել ինձ համար տարբերություն չներ եթե գուզե միան ընկնել թող ընկնել բան չի գա եւ մենք հիմա արդեն ունենք եւ չեմ գիտեր մենք կարողանամ միջև մեկ շաբաթ հիմա ինքը պատրաստ է այսօր իսկ ես պիտի կարողանայի ցեզի ներկայացնել որ ինչպես ինտերնետ մտնեք եւ հոնդերը դասընթացը պատրաստ է եւ այդ դասընթացին հարցումները կան հարցումներուն պատասխանները կկրեք ես այդ հարցումներուն պատասխանները կսրբակրեմ այսինքն ինտերնետի վրա է որ պիտի կրեք թղթի վրա չէ այլ ինտերնետի վրա է որ պիտի կրեք եւ ես այդ ամենը կսրբակրեմ եւ դուք կտեսնեք եւ առաջ կերտակ եւ որ առաջին փուլը անցնի երկրորդը երրորդը չորրորդը 10-րդ 20-րդ փուլերը այդ ամենը պիտի կարողանաք անցնել ծեր ուզած առաքությամբ նույն ժամանակ դասընթացը պիտի շարունակվի բացատրություններ պիտի դրվին մյուս կողմենալ այդ ինչ որ
հիմա մենք պատրաստում ենք դա պիտի լինի մի բան, որ ասկե մեկ տարի հետո ասենք նույնիսկ անցիկ առանց որ ինձ լսեն պիտի կարողանաք մտնել այս ինտերնետի էջերը եւ այդ ամենը անել եւ այս ծավալ գուսամ որ հազարավոր մարդիկ կարողանան հետևել այս դասընթացին այս կրոնակիդության իսկ վերադառնամ եւ գսեմ ամենակարևոր կետը մեր կյանքը պիտի փոխվի եւ մենք չենք կարող մեր կյանքը փոխել առանց Քրիստոսի մեր կյանքը պիտի տանք Քրիստոսին որովհետեւ ինք ամեն ինչ տվել է մեզ եւ վերջերս երկու գղերի հետ խոսում էի եւ ասում էի որքան դժվար է որ կարողանանք ընդունել որ ասած մեզ իրապես անհունորեն սիրում է եւ որ ամեն ինչ լավ է ընթանում հեշտ է ընդունել բայց երբ որ ամեն տեսակ դժվարությունների մեջ կլինենք ո՞ն է որ մենք կարող ենք հասկանալ որ եթե իրապես մենք ընդունում ենք Աստծո սերը կամ ոչ Գեշեմ ասկե նորեն 50 տարի առաջ Ավստրալիայի եւ մի վարտաբեդ կար ոնդեղը որ հայ չէ բան Ավստրալիացի վարտաբեդ կասկե ունեցա եւ մահից վախենում էր իր ժողովուրդը ինձ ասեց որ ինչ էսա քրիստոնյա ինչ էսա վարտաբեդ է որ մահից վախենում է ինչու վախենում է եթե դու առողջ ես այդ խոսքերը հեշտ է ասել բայց երբ որ դու ես որ դարաբում ես եւ միայն մի քանի շաբաթ կամ մի քանի ամիս կյանք ունիս այդ ժամանակ դարբեր ծավալ կմնացես բայց մենք ունեցանք մի դիգին որ եւ որ բժիշկը իրեն ասեց որ կասկեղ ունի ասուն ասեց մինչև վերջին շաբաթը ասված իմ ինչպես որ գուզես որ երտամ կովդ կամ ես պատրաստ եմ կյանք ուդաս որ ես հոս մնամ քու բարքիդ համար ինչպես որ գուզես չորս կամը եղողները իրեն ասում են որ աղոտե առողջությունը խնդրե չեր ուզեր ես դժվարավ իրեն համոզեցի ասեցի որ դես խնդրե առողջություն միշտ ասելով որ եղեցի գամքո բայց խնդրե առողջություն ոչ թե դու քեզի համար այլ ընտանիքիդ համար սավակներուդ համար թորնիկներուդ համար խնդրե որ ասված քեզի առողջություն դա որտեղ իրեն քեզի պետք ունին ինչ է վեզե բայց մահացավ անցյալ հուլիսի ներկայացեմ մահացավ բայց միջև մեռնելը միշտ ինչպես որ գուզես եղեցի գամք քրիստոնյա լինելը սա է բայց նորեն ասեմ մենք ես հանդիպել եմ քահանաների վարտաբեդների սրբազանների որ այից վախենում են ինչ որ Աստված կուտա ամեն վարքյան մեր կյանքին մեջ ամեն դժվարությունները, ամեն ցավությունները, այդ ամենը ով մեկը չպետք է մեզ ուսալակե վստահենք իր սիրուն սա ամենակարևորն է մեր կյանքի համար ուրեմն Ուրեն կրկնեմ, եթե ուրիշներ կան, որ ուզեն միանալ, թող միանան եւ Լիլիթին դերգացրեք, որ իրենալ ներառ է մեր այս խումբի մեջը։
Մինչև որ շունչս գտնեմ, եթե հարց ունեք, տվեք։ Բարի երեկո, ես հարց ունեմ, Հայրանդոն։ Ուրեմն երբ որ աղոթում եմ, լինում է, որ հարկոր կամ չեմ խաչակնկվում ու այդ ժամանակ սկսում եմ աղոթ մտածել, թե չխաչակնկվեցի եւ աղոթս ինչ որ խառնում է իրար։ Ասենք պարտադիր է, որ խաչակնկվեմ նոր աղոթեմ, թե կարող ենք աղոթել պարզապես դեռևս չխաչակնկված։ Եվ ինչից է լինում, որ աղոթքը խափանվում է, ասենք լինում է, որ խափանվում է կամ քնում ես ընթացքից կամ ուրիշ բան ես մտածում։ Դա է ուզում իմանալ։ Երկրորդ հարցումին պատասխանը առաջ տամ։ Մեր ուղեղը հազար անգամ ավելի արագ աշխատում է, քան մեր բերանը։ Ուրեմն, նույնիսկ բառերը, որ ասում ես, Որևէ մի բանի մասին, երբ որ խոսում ես, խոսած ժամանակը, հիմա ինձ լսած ժամանակը, ուղեղը 1000 դեղ չգնաց չեկավ, անշուշտ, 1001 դեպեր դեղ գերտակ ու կամ էր ուղեղը։ Սա նորմալ է, բայց ուր գերտա։ Իրականության մեջ ուղղակիորեն մենք չունենք որևէ ձև այդ եկածած դեղը մենք որոշենք։ Միակ ձևը, որ կա, որ մենք կարողանանք որոշել, թե ուր երտա մեր ուղեղը, այն է, որ ինչ կլցնենք մենք մեր հիշողության մեջ։ Եթե ամբողջ օրը կինո ենք դիտում, ինտերնետով ենք զբաղվում, այդ բաներն է, որ մեր մտքին մեջ է լցվում է։ Անոնք է, որ մեր մտքին մեջ պիտի կան։ Ոչ միայն աղոթած ժամանակ, աղոթքանալ դուրս։ Մեր ուղեղը պիտի աշխատի, չափազանց արագ կաշխատի։ Մեկ վարգյանի մեջը մեր ուղեղը կարող է մեզ դալ 1000 նկար եւ ավելի։ Մեկ վարգյանի մեջ։ Հիշեմ մի անցվոր մավան փորձառություն ունեցավ, չի մեռավ, բայց շատ մոտիկ էր մավան, եւ երբ որ հետո խոսում էի, ասաց, որ Հայրանդան չեմ գնալ բացատրել։ Իսարչիվեն պաս արա։ Այդ ամեն անցավ։ Կարող է բերել։ Եվ մեր աղոթքի ժամանակ բերում է։ Սրբույթ է խոսում, ինքան կալվում է, ասում է, որ այնքան ծրված եմ, գես ժամվա մեջը 39 անգամ ուրիշ բաների մասին մտածում էի։ Հիսուս ասում է, քանի 39 անգամ ետ եկար աղոթքի։ Շատ լավ էր։ Չեմ գիտեր եթե հասկացար ասածս։ Այդ գինը սրբոյի, մեծ սրբոյի, չափազանց մեծ սրբոյի։ Այնքան բաներ, որ շատ անգամ աղոթքի ժամանակը ամբողջ մարմինը քետնեն կբարձրանար։ Ուղեղը, սիրտը ամեն այնքան ասում մոտեին, որ քետնեն 1-1.5 մետր բարձր կլիներ։ Այնքան մոտիկ էր Աստծուն, բայց եւ այնպես կանգատվում է Հիսուսին, ասում է, որ Հիսուս ինչ բիտենեմ, աս ուղեղս ինձ ուրիշ տեղեր դանում է։ 39 անգամ ուրիշ բաների մասին սկսա մտածել կեվա մեջը։ Բայց Հիսուս ասում է, որ լավ, բայց 39 անգամ գիտես, որ եղավ, որովհետև դու 39 անգամ ետ եկար աղոթքին։ Շատ լավ եղավ, որ ետ եկար։ Որովհետև մի կանգատվիր, որ ուղեղը ուրիշ տեղ գնաց։ Շնորհակալություն այդտեղ, որ ետ եկար։ Նույնը կսեմ
ձեր բոլորին, երբ որ գաղութեք, մի մտահոգվեք, ինքի մասին եք մտում, բայց եթե դու ավելի շատ մտածում ես ըստ մասին, եւ մտածում ես ոչ թե որովհետեւ չվասեմ աշխարհքեն հերու բաներու մասին մտածում ես, այլ նաեւ երբ որ կարողանանք մենք օրվա ընթացքում քովապանել Աստծուն, պարապանել Աստծուն, մեր շնորհակալությունը հայտնել եւ օրվա մեջը մի քանի բզդիկ աղոտ մասել Հիսուսիմ, շնորհակալ եմ, որ սիրում ես ինձ, Հիսուսիմ, սիրում եմ քեզ, Հիսուսիմ, շնորհակալ եմ այս բանի համար, այդ բանի համար, Աստծո, երբ որ մենք օրվա մեջը կմտածենք եւ նաեւ օրվա մեջը, երբ որ կմտածեմ Սուրբ Հաղորդյան մասին եւ Սուրբ Սուրբ Լիգորի ասում է որ օրվա մեջը կացեք խորանին արջև ծեր եկեցու խորանին արջև դուք դուն ընեք բայց կացեք խորանին արջև եւ Հիսուսին շնորհակալություն հայտնեք Հիսուսին աշխատեք հոնդեղը իրեն երկրպագել սա աղոտք է հաճախ ընկելու բիչիգա պարկորսելու պետքություն չիգա կարևորը Հիսուսին հետ լինելն է ընդհանրապես մենք երբ որ մեկում հետ կուզենք զրուցել ամեն մեկնից տարբեր ձև ունենք եւ այդ անցած է որ կուզենք խոսել բարև մոգուտանք չէ եւ այդ հաճախ ընկելը պարկորսելը բարև դալու մեկ ձև բայց եթե արդեն մենք իր հետ խոսում ենք բարև դալու այլևս պետք չի օրվա մեջը ավելի եւ ավելի աշխատենք իր հետ լինել եւ աղոտքը սեր չէ աղոտքը միայն այն է որ ես ասվարկանին իմ խոսած ժամանակս եւ ես աղոթում եմ եւ հրավիրում եմ դուք որ դուք եւս աղոթեք այս խոսակցության ընթացքում մեր միտքը մեկանի անգամ տանինք դեպի Քրիստոս տանինք դեպի Խորան եւ սա է աղոտքը միություն Աստծո է Աստծով է որ եւ ասպիտի մոդենանք եւ աղոտ կպիտի լինի մի բան որ կսիրենք անալ եթե մենք կարողանանք ունենալ մեր մեջը այնքան սեր աղոտքին որ այսինքն աղոտքին որ ասում եմ այնքան սեր Հիսուս հետ խոսելու որքան մենք մտածան սեր ունենք ինտերնետը դիտելու կինո դիտելու կինո կսպասես եթե կինո դիտող ես կսպասես այդ ժամը որ կուզած բանը սերիալը լինի եւ սա է խոսած ժամանակս միտքս կուկա մի քիչ որ ձեզ մի շատ շատերը կարտացել են բայց կարտացել եք 4-րդ դասարան որ լավ բան չէ փոքրիկ իշխանը կարտացել եք չէ փոքրիկ իշխանը Անտուան դե Սենտ-Էքզյուպերի գրո կարտացել եք 4-րդ դասարան ինքը ես այդ կերկը մի քանի դասներ անգամ կարտացել եմ խնդիրը միան կարտալը չէ ամեն հեչը որքան տաս ունի որովհետև այդ քրողը շատ ուժեղ կաթողիկի անձնավորություն է աղոթքի մարդ էր ուրեմն մեկ էջ որ կա որ աղվեսին հանդիպում է եւ աղվեսին հետը բան աղվեսը
Ավեսին ասում եմ, որ ընդելացրու ինձ։ Ուրեմն, հաջորդ անգամ, որ գալիս է, ավես իրեն ասում է, որ այսպես չլար ուզած ժամանակ գտկաս։ Պետք է շիդակ ժամանակ ունենանք։ Եվ ես տուն ժամը 4-ին պիտի գաս, ժամը 3-ին իմ սիրտս պիտի սկսի պատրաստվել, եւ սիրտս պիտի ավելի արագ զարնե, երբ որ այդ ժամը 4-ը գալիս է։ Հիմա որ ես կգարտաս, ամեն ինչի մասին գնաս մտածել, բայց մարդուն բանը այն է, որ երբ որ գաղութես, ուզած ժամանակդ ուզածիդ պես միայն թող չլա։ Այդ ամենը է, բայց ամենակարևորը այն է, որ ամեն օր նույն ժամին դու աղոթքի բան ունենաս, ժամադրություն ունենաս Հիսուսին։ Ամեն օր, եթե նույն ժամանակ չլինի, արդու երբ որ գարտնանաս, մեկ օր գանուխ, մեկ օր ուշ, գիշերը քնելուց առաջ ժամանակ ունենաս, եւ այդ ժամանակը մի բան է, որ ես ցանկանում եմ, սպասում եմ այդ ժամանակին, որ ես կարողանամ աղոթել, սպասում եմ հանդիպումին Հիսուսի հետ։ Կտեսեք, մեր կրոնքը շատ բարձ է, չափազանց բարձ է, բայց չափազանց դժվար է։ Հիմա ինչ որ ասում եմ, շատ հեշտ կտվա, բայց հեշտ չէ, բարձ է, դժվար է։ Ամենակարևորը Հիսուսին չեմ կարող ես անել ինչ որ ցանկանում եմ անել, օգնիր ինձ, ես չեմ կարող։ Մեր մեջ մեկը չի որ կարող է, մենք բոլորս կոդրված մարդիկ ենք, բոլորս կոդրված ենք, չի կա մեկը որ կոդրված չէ, միայն Աստվածամայրը կոդրված չէ, մենք բոլորս կոդրված ենք։ Սուրբ Պողոս վիթխարի անձնավորությունը, վիթխարի սուրբը, իր քրության մեջ Հռոմեացիների նամակին 7-րդ գլուխը, ես ինձ կանա, այդ լավ բաները, որ ցանկանում եմ անել, չեմ անում, այդ վատ բաները, որ ցանկանում եմ չանել, անոնք եմ անում։ Ով կարող է ինձ բերել այս կացությունից։ Շնորհակալություն Հիսուսին եւ իր խաչին։ Ուրեմն Սատանան մեզ փորձում է, իրականության մեզ շատ փորձելու է պետք բանջունի գարիք չունի, մենք կոդրված ենք անորաբար։ Ուրեմն մեր մեջ դնում է խաբարները, որ ես արժանի չեմ, ես չեմ գնալ անել, հրաժարվեմ, ինչ գիտեմ ինչ պետք է, բայց կյանքը ինչ է, կյանքի նպատակը ինչ է։ Սրա մասին է, որ ուզեմ խոսել բանի ժամանակ, մեր սեմինարի ժամանակ, մեր կյանքի նպատակը որն է։ Իսկ ուրբաթ օրը կշարունակեմ այդ Աստվածաշունչի մասը եւ կալ երեքշաբթի օրը արդեն հասնում ենք 40-րդ շրջանի վերջավորության։ Գիտեք, այսօր մեծ բակի 30-րդ օրն է, այսօր 30-րդ օրն է եւ նաեւ Արմենը մեզի դարիս ամեն օր նպատակաուղղված կյանքի այդ 40 օրերի ամեն օրը մեկ հատ դալիս է, չէ՞, եւ այսօր 30-րդը դվա, չէ՞, նպատակաուղղված կյանք 40 օր։ Ուրեմն կալ ուրբաթ օրը, այս ուրբաթ չէ, հաջորդ ուրբաթ օրը 10 օրն վերջին օրն է 40-րդ շրջանի։ Մեծ բակը կվերջանա։ Շաբաթ օրը մենք կհիշենք Ղազարոսի հարությունը, կիրակի օրը կհիշենք Ծաղկազարդը,
կդոնենք ցակազարդը։ Եվ անկե հետո երկուշաբթի օրը մենք նորեն կսկսենք մի բակ, որը տաղավարի բակն է։ Տարին 5 տաղավար կա, այդ 5 տաղավարներից մեկ շաբաթ առաջ ամեն տաղավարը ունի իր բակը։ Եվ զադիգի տաղավարի բակը կսկսի ամսուն կանին է 14 ապրիլ 14-ին կսկսենք դաղավարի բակը, զադիգի դաղավարի բակը։ Իսկ ինչպես ասեցի, հիմա այդ ամենը երեք շաբաթ չգամ, երեք շաբաթեն առաջ մենք պիտի դոնենք Հիսուսի զադիկը, Հիսուսի պասեկը, Հիսուսի հարությունը։ Անշուշտ հարությունը համար պետք է չարչարվի, մեռնի եւ հետո հարություն բիդարն է։ Ուրեմն մինչև զադիկ ուզեմ խորհրդի մասին կալ երեք շաբթի օրը նույնիսկ մեկ մասը գրավոր ցեզի գանեղացնեմ թե ինչ այս ամենամեծ խորհուրդը որ կա։ Ասկե մեծ խորհուրդ չկա։ Խնդիրը ամենամեծ խորհուրդն է անշուշտ որ տոնեցին 25 դեկտեմբեր մարտին օրը Աստծո խոսքը, որը միջոցով ամբողջ եզերքը ստեղծվեց Մարմին արավ Մարիամի արքանտին մեջ։ Եվ սա ամբողջ եզերքի պատմության կարևորագույն վայրկյաններ։ Եվ երրորդ կարևորագույն վայրկյանները Հիսուսի մահը խաչի վրա եւ Հիսուսի հարությունը։ Ինչպես կրնանք մտածել այդ աշխարհի բոլոր աշխարհի արարիչը, որ իր միջոցով որ ամեն ինչ եղավ, վասիկ կամում են ինչ կամ կգործածեն։ Եթե Հիսուս չուզենար, ով մեկ կրնար իրեն կամել, ինչպես որ ինքը ասում են Պեղադոսին, եթե ես ուզենայի, հրեշտակները կուկային եւ ինձ կօգնեին, որ ես ասեն ցերկը չինայի։ Ես ուզելով է որ այս ամենը լինում է։ Եվ որ Հիսուս խաչի վրան է, ասում ասին նորեն պետք է խոսիմ ցեզի, երբ որ Հիսուս խաչի վրան է, սատանան չափազանց ուրախ է։ Վերջապես հաղթեց։ Ամեն ինչ արեց, Պեղադոսը սխալլապ, որոշում կայացրեց, օտան մատնեց, Պետրոսը ուրացավ, աշակերտները փախան, բայց ինքը ասում է, ես եմ որ կուտամ իմ կյանքը եւ ես ետ կառնեմ այդ կյանքը։ Եվ սատանան կարծում է որ չէ, ինքը հաղթեց։ Նավասիկ։ Այսինքն սատանան կրնանքսել խոսում է Հիսուսի հետ խաչի վրա եւ Հիսուսն ասում նավասիկ ինչպես որ մյուս բոլոր մարդիկ մենան տուն արգմանից եւ այլևս տուն արգամորցվիս ով մնացել է ով գեշ անցյալը Հիսուսին անցյալ ինքն անցյալ պիտի լիներ ամբողջովին պիտի մոռացվեր չէ բայց ավասիկ Հիսուս իր մահով է որ կանտեց մահը, կանտեց սատանան։ Սա է որ մենք պետք է մտածենք եւ շնորհակալություն հայտնենք։ Սրա մասին որքան որ խոսենք քիչ է, բայց կարևորը խոսելը չէ, կարևորը մի քիչ ժամանակ տրամադրենք կարտալու սրա մասին
հայր եղիա որ անցյալ բնակիչության ժամանակ բավական բացատրություններ տված էր վերջերս չեմ գիտեր մեր ասխումբին ղրգեց կամ որու համար ղրգեց չեմ գիտեր ճանապարհ խաչի դուք ստացաք ճանապարհ խաչի աղոթքը Լիլիթ Այո, ես ստացել եմ ինձ անձնական էր ուղարկել Հայր Անտոնը։ հայր ով Անհատական է ուղարկել Հայր Անտոն։ ինչպես Անհատական էր ուղարկել։ ձեր բոլորին Չգիտեմ։ լավ եթե կողդ Ինձ ուղարկել էր հաստատ, հիշում եմ։ լավ եթե ունիս թիրաս բանին մեջը խումբին համար իմ ամիջապես պետք չի գապ բայց այսօր կամ վաղը թիր ճանապարհ խաչի որ մտածենք մի քիչ լավ մի բան ևս հիմա որ է սկիզբը առաջարկվում էր այսօրվա մեր խոսակցությունը սկիզբը առաջարկվում է որ երկուները ժամը 7-ին սկսելու դեպ երեքշաբթի օրերը ժամը 8-ին սկսենք ինչպես ուրբաթ օրը մեծամասնությունը ինչ կմտածեն Անկան շատ կխոսիկ, որ խլուցա ես, խոսեք աղջիկներ կան այք։ Ես համաձայն եմ, թող դառնա ու ջամի չի խանգարի։ Բոլորդ միասին մի խոսեք, մեկ։ Ես համաձայն եմ, թող դառնա ժամը 8-ին, ինձ հարմար է։ Լավ։ Ինձ էլ է հարմար։ Ինձ նույնպես հարմար է։ Շատ լավ։ Որը հարմար չէ։ Ոյվե մեկը գա, որ հարմար չէ։ Դա ինչի գա։ Լավ։ Ուրեմն ուրբաթ օրը ժամը 8-ին է եւ կալ երեքշաբթի օրվա սկսյալ էլի 8-ին կսկսենք։ Հիմա հարցումներ ունեք։ Ոյվե հարցում Ինչ լավ է, ամեն ինչ գիտեք, հարցնելու ինչ պետք է։ Ես հարցում ունեմ Հայր Անտոն։ Ես լսում եմ։ Հայտնության գրքի մեջ հստակ նշվում է 144,000 թիվը, այն մարդկանց թիվը, ովքեր պետք է փրկվեն։ Ինչից հետո ասվում է, դա այն մարդիկ էին, ովքեր չխառնվեցին կանանց հետ, այսինքն դրանք պետք է լինեն միայն տղամարդիկ, կանայք չեն կարող փրկվել։ Տեսեք, այդ տեսակ բացատրությունները ավելի Եհովայի վկաներն է, որ այդ ամենը խառնում են։ Հայտնության կիրկը մանավանդ փոխկականները շատ սխալ կհասկանան։ Հայտնության կիրկը իրականության մեջ ուրիշ բան չէ, եթե ոչ մեզ սովորեցն է, թե մեր պաշտամունքը ինչպես պիտի լինի հավիտենականության մեջ։ Պաշտամունքի մասին է։ Եվ ուրեմն այդ դիգինը որ ձեզ ասեցի, որ կասկեղով մահացավ 6-7 ամիս առաջ, ուրեմն օրմը տաքսի նստած էր և վարորդը սկսի խոսիլ և շուտ մը կհասկնա, որ թիմացինը Եհովայի վկա է և իրեն կսե, որ գիտես կսե, ծեր Աստվածը շատ բզդիկ է
եթե միայն 144,000 գրնա բրգեր ծերասվածը շատ պստիկ է 144,000-ը հիմա այսօր երբ որ գխոսենք մենք կարող ենք մեծ թիվեր ասել բայց հին ժամանակ լեզուն չուներ պետք եղած թվեր եւ ինչ որ մարդիկ գործածում էին որպես թիվ մանավանդ աստվածաշունչի մեջը բոլոր թվերը հadoop նպատակ ունեն մեկը աստվածն է երեքը կարևոր մի թիվ է 7-ը կատարելությունն է 12-ն չափազանց ուժեղ է ուրեմն երբ որ խոսում ենք 12 անգամ 12 144 ուրեմն ուժեղության կակատնագետն է եւ երբ որ հազարով կբազմապատկես 144,000 կնշանակի ամենամեծ թիվը որ կարող են մտածել կամ ասում են որ մի թիվ որ չես կրնալ հաշվել okay հիմա երբ որ ասում է տղամարդիկ որ կանանց հետ հարաբերություն ունեցած նորեն սա խոսելու մի ձև է որ ասում է որ տեսեք երբ որ խոսենք կուսության մասին կուսությունը ինչ է կուսությունը ֆիզիկական մի բան չէ միայն կուսությունը այն է որ մարդը իր ամբողջ էությունը հանձնում է Աստծուն սա ամենա հիմնական մասն է կուսության հիմնական մասն է ինչ որ կարդում ենք այդ 144,000-ի մասին որ այդ 144,000-ը այդ անցիգն են բայց 144,000 բիճարն ենք որտեղ միլիարդավոր մարդիկ բանա աշխարհից վրա գոյություն ունեցան եւ ունենան այդ միլիարդավորները բոլոր նրանք ովքեր իրենց ամբողջ էությամբ նվիրվեցին Աստծուն իրենք են լինի դա տղամարդ լինի դա կին առու կամ եկ բան չի որովհետև իրականության մեջ սա մի խորհուրդ է որ երբ որ կարդում ենք ստեղծագործությունը Աստված ստեղծում է մարդը եւ մարդը ինչ է միությունը առու եւ եկի եւ Աստված պաշտանում է եկը արվից բայց փունը բադակը այդ երկուսին միությունն է հիմա սեզի նաեւ մի բան ասեմ որ մեր ամբողջ եզերքի ամբողջ մարդկության վերջնագետը ինչ է մարդկության վերջնագետը այն է որ մենք բոլորս պիտի լինենք Հիսուսի մարմնի անդամներ եւ այդ Հիսուսի մարմնի անդամները բոլորը միասին կազմում են եկեղեցին եւ եկեղեցին միշտ ներկայացվում է որպես եք արուն Հիսուսն է եւ այդ միությունը որ կա Հիսուսի եւ իր եկեղեցու մեջ ինչպես Պողոս ասում է ես պատրաստում եմ ձեզ որպես գույս հարս այս ամեն բարերը ահագին մեկնաբանություն բացատրություն մտածելու դեղ կտան ասում է որ անարատ գույս եմ պատրաստում Սուրբ Պողոսի խոսքերն է անարատ գույս եմ պատրաստում Հիսուսին եկեղեցին է անարատ գույսը եկեղեցին այսօր շինված է մեղավորների բազմությամբ բոլորս ալգոդրված ենք բայց ինչպես Մայր Տերեզան Կալկատայի Մայր Տերեզան գսե մենք բոլորս մեղավորներ ենք բայց պետք է որ մենք լինենք ներումը ստացած
ներում ստացող եւ մակրվում ենք մենք Հիսուսի արյունով է որ մենք մակրվում ենք եւ մենք պիտի լինենք բոլորս միասին Հիսուսի մեջը այդ մարմնի անդամները եւ այդ անդամները լինելով վերջավորության մենք միացած պիտի լինենք եւ այդ միությունը որը մասին եւ Սուրբոս խոսում է եւ Հովանես խոսում Հովանես Արաքյալը խոսում է այդ ամենը այդպեսի մի միություն է որ Հովանես ասում է մենք գիտենք հիմա որ մենք Աստծո զավակներն ենք բայց մենք ինչ պիտի լինենք չգիտենք ուրեմն մենք պիտի միանանք չափազանց սրա համար է որ ամուսնության այդ միությունը չափազանց կարևոր դեր ունի եկեղեցու վարդապետության մեջը չափազանց կարևոր դեր ունի այդ միությունը մի նշան է մյուս միության որ աշխարհի վերջավորության դերի բիդոնանա Հիսուսին այսինքն Աստծո բանի եւ եկեղեցու միջև ասենք ամենը ահագին մտածելու դեր կունեն եւ պետք է որ մտածենք եւ փնտրենք ավելի եւ ավելի Գլինի ամենն մասին երկարություններ կարող են դա չեմ գիտեր եթե կոացուց այս կանը կեցի Այո, շնորհակալություն հայրան։ լավ ուրիշ հարց օքեյ եթե ուրիշ հարցում չի գա բարի գիշեր ասեմ մինչև ուրբաթ Աստված ձեզ հետ Բարի գիշեր։ բարի գիշեր Բարի գիշեր բարի գիշեր Բարի գիշեր։